Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայացք Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Կիպրոսում եւ մեր հայացքը Երևանից դեպի Կիպրոսին է, Կիպրոսի հայ համայնքին, հայ համայնքում տեղի ունեցող տարատեսակ նախաձեռնություններին, ծրագրերին, ձեռնարկներին, իսկ իմ զրուցակիցն այսօր Հովհաննես Ծայրագույն վարդապետ Սաղջյանն է, Լիմասոլի եւ Պաֆոսի հոգեվոր հովիվը։ Բարի օր։ Ուրախ եմ, որ այսօր ունենք այս հնարավորությունը Վանաձայնի եթերում Հայացք Երևանից հայտագրում ներկայացնելու Կիպրոսի հայ համայնքը, ինչպես նաև ձեր գործունեությունը նախ 15 տարի արդեն շարունակվում է ձեր գործունեությունը, ընդհանրական պատկեր տանք այդ 15 տարիների անցած 15 տարիների գործունեության մասին։ Առաջին հերթին շնորհակալություն ցեզի, որ այս գեղեցիկ առիթը դրվեցավ մեզի։ Ուզեմ 15 տարիներով այդ հոգևոր ծառայության, ազգային ծառայության մասին շատ ամփոփ կերպով ասել ցեզի։ Մենք վանքի մեջ սնվեցանք հոգևոր եւ ազգային շունչով։ Մենք Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքի մեջ եւ Թբրևանքի մեջ որպես գլխակիր մարդ, ինչպես Արամ Կաթողիկոս կսե, սնվեցանք ոչ միայն հոգևոր գիտությամբ, այլ նաեւ ինչպես հոգևոր հովիվը, ինչպես անցը գրնա ծառայել իր ժողովրդին, ըլլա հոգևոր մարզատաշտի մեջ եւ կամ ազգային։ Ես առաջին իսկ հերթին Կիլիկիո Կաթողիկոսության մեջ պաշտոնները ստացած եմ, ատկի հետ վեհապար հայրաբեդի օրդնությամբ գրգվեցա թեպի Հունաստան, ծառայեցի Հունաստան եւ յետքեն Կանադա եւ յետքեն նորից Հունաստան եւ այժմ կգտնվի մեզ Լիմասոլի մեջ։ Մեր հոգևոր եւ ազգային ծառայությունն է, որ մենք որպես հայ հոգևորականներ մեր նպաստը կբերենք մեր ժողովրդին, մեր եկեղեցիներուն, մեր դպրոցներուն, որպեսզի այդ բոլոր դպրոցները, եկեղեցիները իրենց հոգևոր եւ ազգային շունչը միշտ վարմանա։ Վերջին 2 տարիներու մասին ուզեմ խոսել, 1 տարի 9 ամիս եղավ արդեն մոտավորապես ես Լիմասոլի մեջ կծառայեմ։ Լիմասոլի այս քաղաքը յուրահատուկ քաղաքն է։ Գիտեք, պատերազմեն վերջ, այս վերջին 10 տարվա պատերազմներուն մարդիկ շատ քաղտ ըրին դեպի Կիպրոս։ Ըլլա Հայաստանեն, ըլլա Մոսկվայեն, Ռուսաստանեն, ըլլա Լիբանանեն, Սուրիայեն, շատ հայեր եկան եւ տեղափոխվեցան դեպի Կիպրոս։ Եվ խավ մանուցմե գմանան այսօր Լիմասոլի եւ Պաֆոսի մեջ։ Ես Լիմասոլի մասին գարդոնեմ ես ինձ խոսիլ, որովհետեւ ես այստեղ կծառայեմ։ Լիմասոլի մեր քաղաքը շատ յուրահատուկ քաղաքն է։ Եկեղեցի եւ դպրոց միաշունչ եւ միախորուրդ, ինչպես միշտ կգրտնեմ, միասին կորձակցելով գաշխատինք եւ մեր նպաստը ուզենք բերել, ուզենք օգտակար դառնալ ժողովրդին, որպես այդ հոգեվոր սրունդը ստանան, ոչ միայն բادرակներու ջամփով, կգադարենք սուրբ քրային սերտողություններ, կգադարենք գործունեություններ, հավաքներ, ինչպես նաև մեր կողքին ունենք կուսակցություններ։ Եվ այդ բոլորի մեջ իսկապես մաս կգազմեն մեր բոլոր կուսակցությունները եւ մանավանդ Լիմասոլի մեջ, ասենք թե մեր երիտասարդներուն, բادرներուն եւ այդ բոլոր մարդոց մասնակցությունը մեզի շատ մեծ շունչ կբերե, որովհետեւ մենք չենք տեսնել դարբեր մարդիկ, եկեղեցին բոլորին եկեղեցին է։ Չենք կնա զանազանել եւ այդ իսկ պատճառով Լիմասոլը բոլոր ընդհանրապես մեր քաղաքները մանավանդ Լիմասոլը, որ ես կծառայեմ, կգնամ խոսիլ, շատ աշխուժ վիճակի մեջ է այսօր եւ այդ աշխուժությունը չենք բարդիր հոգեվորականին, կբարդինք բոլորին։ Միշտ կգրկնեմ, առաջին անգամ որ քաղուտ է գայես, սին համայնք ներկայացա, առաջին օրեն հայտարարություն կգնեմ եւ միշտ կնեմ։ Եթե ես հաջողիմ, պատճառը իմ ժողովուրդս է, եւ եթե ես սախողիմ, պատճառը իմ ժողովուրդս է։ Որովհետեւ կհավատամ այդ գաղափարին։ Մարդիկ կա աշխատին, ինչու համար նույն հոգեվորականը, որ նույն ցևով աշխատի գծախողի մեկ քաղաքի մեջ եւ ուրիշ քաղաքի մեջ կհաջողի։ Պատճառը ժողովրդին դրամատրությունն է, ինչպես կնայի հարցերուն։ Եվ մեր Լիմասոլի քաղաքը իսկապես շատ քեղեցիկ պատկեր մտավ ինձի եւ անգամ եւս հույս տվավ, որ հոգեվորականը միշտ պետք է ծառայե։ Ծառայությունը մեր բարդավորությունն ու բարդականությունն է։ Այստեղի ժողովուրդը իր ընդհանրապես առօրյա կյանքի մեջ միշտ դեղ գուտա եկեղեցին եւ այդ բոլորը կբարդինք իրենց գիտակցության,
գբարդինք իրենց ծնողներուն, որ ինչպես դաստիարակած իրենց երեխաները։ Եվ այսօր այդ երեխաները մեծած իրենք ծնող իրենք կգադարեն իրենց բարդականությունն ու բարդավորությունը եւ ադի իսկապես ինձի հբարդություն կբերե։ 15 տարվա եմ ծառայությանս մեջ ես կավադամ յուրաքանչյուր հոգեվորական այդ մեկը լա գուսագրոն եւ կամ ամուսնացիալ կհանա։ Մեր բարդավորությունն է ծառայել։ Մենք առաջին անգամ երբ որ երթում դվինք ծառայել Աստուծո ծառայել կնշանակի ժողովրդին ծառայել եւ այդ երթումին դերը պետք է կանգնենք մեր միջև վերջին վարյանը։ Համեմատության համար դիտարկենք լիմասոլի գաղութի տարբերությունը այլ գաղութների հետ, համենայն դեպս որոնցում որ դուք ձեր հոգևոր ազգային ծառայությունը կատարել եք, ինչով է առանձնանում, որն է առանձնահատկությունը այս գաղութի հայկական այս համայնքի։ Ես կգարձեմ գարոդը ունի ժողովուրդը միշտ։ Մի մոնակ որ այս գաղութի մեջ մենք շատ ժրաչան քահանամ ունեցած ենք, աշխատող եւ աշխատասեր, ինքը Գաբրիել Լիմասոլ եւ միշտ կուկար բادرակներ գներ, կուկար իր գործունեություններ կգադարեր, մարդը իսկապես գադարյալ մեծ գործ տարած է այստեղ, բայց մնայուն հոգևոր հովիվի մե ներկայությունը դարբեր շունչ մը կբերե։ Կգարձեմ Լիմասոլի քաուտը ինք ուրախացավ, որ ինք ունեցավ իր հոգևոր հովիվը։ Այդ պատճառը գրնալալ որ քաուտը գարոդը ուներ։ Այդ հոգևոր սնունդին, աշխատանքին, աշխուժության գտեսնեք դակավին ես չեմ հավատար որ մենք պետք է մեր բոլոր գործունեությունները ամենտեղ ցուցադրենք։ Ժողովուրդը կտեսնե, ամեն մարդ կտեսնե, մարդ կա կտեսնե գեղեցիկ, մարդ կա կտեսնե նախանցով, մարդ կա չուզեր տեսնել, բայց գործը մեջտեղն է։ Կգարձեմ որ մեր բոլորին բարդականությունն է ծառայել եւ երբ որ ես եկա ու ծառայեցի, ժողովուրդը գարոդը ուներ եւ ադի շատ ըսկալի էր։ Կգարձեմ այդ է դարբերությունը մյուս քաղաքներն։ Ծառայած եմ ես նաեւ Կոմոթինի քաղաքին։ Հիանալի քաղաք մներ։ Իրեն ադենաբեդով, իրեն ժողովուրդով իսկապես կսեմ մեր քաղաքները բոլորն ալ շատ գեղեցիկ պատկեր ունին, բայց միշտ կսեմ հոգևորական մի մորնակ որ իր կյանքի հանգրվաններ ունի։ Ան ապեղա է վարտաբեդ, զարակույն վարտաբեդ, հարցերը դարբեր գերբով գտիդես, ավելի թուն կմեծնաս, միտքդ ավելի կբայծարանա, փորձառություն կունենաս, եւ կսկսես հարցերը դարբեր դիտել։ Առաջ երբ ապեղա էի, շատ բարձ եւ վստակ, հարցերը դարբեր գտիդեի։ Հիմա ամբողջությամբ դարբեր գտիդեմ։ Դեղը գուկա որ թուն կանտրատարնաս որպես հոգևորական, քու վրացդ պիտի մորցվի։ Երբեմն ես ինձ մխիթարելու համար կամ երբեմն հիշեցնելու համար ես ինձ մեր գաթողիկոսարանը մեր հայր եկեցին ինչ հոգևորականներ անցան, ինչ սրբագենցաղ մարդիկ անցան, մորցվեցան։ Չի նշանակել ես պիտի չաշխատեմ, որովհետև պիտի մորցվեմ։ Մենք լավ օրինակ պետք է առնենք։ Կգարձեմ մենք պետք է ծառայենք եւ մեր գործը կատարենք եւ հետո մեր դուները վերադառնանք։ Քիշեր երբ գլուխդ բարձին հանգիստ կքնես գնշանագի թունջիշ կորզ մարածես եւ ադոր վրա ոյ մեկ բանը մեջ չէ վախտը մենք մեր քաղաքներում մեջ ուր որ լանք պետք է ծառայենք չիգա միջին արևելքի մեջ քաղուտ սփյուռքի մեջ քաղուտ ամերիկայի մեջ ուր որ լա մեզի վեապար արաբեդը ուր որ ղրգե մենք պետք է սիրով եւ հոժարական գերբով ծառայենք Արամ Գաթողիկոսը մեզի իսկապես ծառայության ոգին շատ տվավ եւ մեզի հայր եղավ Անց մի երբ որ քեզի հայր գլա, թուն որդի ապար, պետք է իրեն անտեպ քո հարկանքը դեպ սերը ցույց տաս, բայց այդ սերը եւ հարկանքը որ թուն գարնես, գուդաս ժողովրդին։ Ինչ որ ունի մարդ միան ադի գրնադան։ Երբեմն գզարմանամ, մարդիկ կսեն հայ սուրբ, ինչպես կրնալալ այսինչ ղեկավարը կամ այսինչ անձը չարիք կնե, մարդ ինչ որ ունի ադի գուդա։ Մարդ իմաստություն գուդա։ Մարդ ոչ իմաստություն ունի ուրիշ բան չգործածելու համար, ոչ իմաստություն ունի, այսինքն ինչ որ ունիս միան ադի պիտի դաս։ Հայր Սուրբ, մենք հիմա պետք է կարճատև դադար ունենանք մեր եթերում, պետք է դիտենք, լսենք օրեր առաջ ձեր նախաձեռնությամբ Լիմասոլի մեջ տեղի ունեցած ձեռնարկից մի փոքրիկ հատված, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ հիշեցնեմ, որ այսօր Հայացք Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն է Հովհաննես Ծայրագույն վարդապետ Սաղջյանը, Լիմասոլի եւ Պաֆոսի հոգեվոր հովիվը, այս պահին կարճատև դադարը մեր եթերում, որից հետո կշարունակենք զրույցը։ Խնդրեմ։ Ես քեզի կուքամ։ Հեզ ու երկյուղած։
Սեմիտ կանգնելու, հողդ պագնելու, արցունքներովս ոտքդ սրբելու իմ սուրբ ու անգին երկիր Հայաստան։ Օտար ափերուն ծնած մանկան պես մորը կարոտին պապակը շուրթիս կուկամ սնելու ոգովը տամբից։ Երկիրն այրի, աշխարհ Հայաստան։ Մենք նույն կաղնիի տարբեր ճյուղերն ենք։ Մենք նույն թրջունի երկու թևերն ենք։ Նույն չար ոսոխի միակ զոհերն ենք, բայց հայու զավակ, եղբայր հայրենի։ Ես գուքամ քեզի, սրտաբաց, համեստ, վերակնքվելու ջուրով Սևանի։ Իմ սիրտս ձոն է ամեն մի հայու, որ ես նույնանամ քեզ մով հավիտյան։ Ես քեզի գուքամ հեզ ու երկյուղած, սեմիտ կանգնելու, հողդ պագնելու, արցունքներովս հողդ սրբելու, իմ սուրբ ու անգին երկիր Հայաստան։ Շնորհակալ եմ։ Վարկամներ շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, հիշեցնեմ, որ այսօր մենք Կիպրոսում ենք, մեր հայտագիրը ներկայացնում ենք Կիպրոսից, իսկ իմ զրուցակիցն է Հովհաննես Ծայրագույն, Վարդապետ Սաղջյանը, Լիմասսորի եւ Պաֆոսի հոգեվոր հովիվը դիտեցինք, քիչ առաջ լսեցինք նաեւ Վանաձայնի եթերում տեսանյութը օրերս տեղի ունեցած ձեռնարկից, Հայր Սուրբ, տարատեսակ ձեռնարկներով, տարատեսակ ազգային հոգեվոր միջոցառումների շնորհիվ կարողանում եք նաև համայնքը մեկտեղել։ Հետաքրքիր է, որ կարճ ժամանակում սիրվել եք համայնքի կողմից եւ ընդունվել եք ցանկացած ընտանիքի կողմից։ Դարձել եք յուրաքանչյուր ընտանիքի սիրելին, ցանկալի հյուրը, ցանկալի անձը, բարեկամը եւ սա իհարկե աշխատանքի արդյունք է։ Աշխատանքի արդյունք է, որ համայնքը մեկտեղվում է այսօրինակ ձեռնարկների շուտ շատ արագ եւ սիրով է գալիս։ Ամեն դեպքում սա ժամանակ է պահանջել եւ նաեւ որոշակի միջոցների գործադրում։ Ես կգարձեմ, որ մեկ հոգեվորականի հաջողությունը կգրտնեմ եւ միշտ պիտի ասեմ ժողովրդի հոժարակամութեն են գախյալ է։ Նույն հոգեվորականը, ուր որ Հունաստան էի, նույն հոգեվորական ուր որ Կանադա էի, նույնն էլ եմ աստեղ։ Հավատացեք, կսեմ մեր ժողովուրդը գարոտ ունի։ Բարձրապես պետք է ժամանակները ճիշտ հարկենք։ Ես կգարձեմ հաջողության հարց մեջ է։ Գիտեք ինչ հարց է։ Ժողովրդին պետք է միշտ հարցնես։ Ժողովրդին միտքը լավ պետք է ճանաչես։ Ժողովրդին ժամանակացույցը պետք է ճանաչես։ Այդ է հաջողության պատճառը։ Ձեր ցերնարկի պատճառով քաոթի մեջ նորասանք հայաշունչ փամ եկավ եւ մարդիկ սկսան հիշել, որ ոչ հայրենը դակավին չէ մերած մարդուց սրտերում մեջ։ Հայաստանի մեջ ինքնաբերաբար հայերեն գխոսիկ, բայց սփյուռքի մեջ մենք ոչ թե ինքնաբերաբար, մենք հոժարական կերպով հայերեն գխոսենք։ Եվ Լիմասսոլի եւ Կիպրոսի քաոտը ամբողջությամբ եւ ադիգա իմ գործից չէր։ Իմ նախնիներուս, սրբազաններուն, հոգեվորականներուն, ասկային ղեկավարությանց Կիպրոսի քաոտը միշտ հայախոս քաոտ եղած է։ Միշտ։ Եվ հայասիրությունը այստեղ որպես բարդականություն չէ նաև, որպես սերը մղված մարդիկ հայերեն գխոսին, գարոդե մղված մարդիկ հայերեն գխոսին։ Ձեր այս ցերնարգով, մեր զանազան տեսակի ցերնակներով մարդիկ կովի կան։ Եվ ցերնակներն ողը միան ես չեմ։ Ցերնակները կգադարե թաղականությունը, ցերնարգը կգադարե գուսակցությունը, հայապողական դաշնակցությունը, բարեգործական միությունը նեգոցիո մեջ կգադարեն նաև ցերնակներ, ռամգավարները ցերներ կգադարեն, բոլորն իրենց ցերնակներով գմիադեղեն եւ գիհիշեցնեն մեր ժողովրդին, որ մենք մեկ ազգ ենք։ Գիրագի օրը բան անդրադարձակ ուզեմ այսօր արի տեսել ցեզի։ Ժողովրդային խոսքը կա, բաժնե որ դիրես։ Ճիշտ է։ Եվ համաձայն եմ, մարդիկ կբաժնեն, որբեսի դիրեն։ Այն անձը, որ կբաժնե, որբեսի դիրե, կհաղթվի։ Ո՞վ է մեկում է։ Ես կհավատամ նաև ստորագետեմ վերջագետով չի վերջանալ, բաժնե որ դիրես, ստորագետ մնա։ Այդ ստորագետեն վերջվա նախատեսության ես կհավատամ, միացուր, որ երբեք չհաղթվիս, մարդիկ քեզ չհաղթեն։ Երբ դու կմիացնես,
այնքան ուժ գտարնան, որ ոյ մեկ քեզ չի կրնար։ Ոյ մեկ բան է զրկել։ Ժողովրդին սերը շահիլը շատ թիրուն է։ Երկու բան ուզը՝ հավատարմություն եւ ծառայություն։ Նորեն գտնեմ, մենք այս բոլորը վանքի մեջ սորվեցանք եւ այդ գիտակցությամբ մենք ծառայության ենք։ Լիմասոլի քաղուտը յուրահատուկ քաղուտ մնա անգամ եւս սկսեմ, ամբողջ Գևրոսը յուրահատուկ քաղուտ մնա, մանավանդ ես խոսիմ Լիմասոլի մասին, քանի ես այստեղ կծառայեմ։ Փաֆոստա չմոռնանք, բայց Փաֆոստա այս ամիսը մի անգամ բادرակի երթամ այնտեղ ժողովուրդը իր կարողության սահմանները ներս կհավաքվի, այնտեղ կա բարախումբ, մոտավորապես 20-25 երեխա բարախումբ ունենք այնտեղ, դպրոց ունենք, Նիկոսիան ուսուցիչը, բարոն Եղիան գուկա միջև Փաֆոս 1.5 ժամ ջամփա, տասկուդա եւ 1.5 ժամ ետ կերտա։ Այս բոլորը եթե հայրենասիրություն չէ, ինչ է։ Եթե աստվածասիրություն չէ, ինչ է։ Աստուծո սիրել չի նշանակել եկեղեցի կար ամեն գիրակ եւ աղոթել։ Աստուծո սիրել կնշանակե ժողովուրդը սիրել։ Աստուծո սիրել կնշանակե ծառայել։ Առանց սպասումի, առանց սպասումի ծառայել։ Ժամանակի մենք սպասումներ կունենայինք։ Հետո դեսանք այդ սպասումները, եթե հիմա դան մեզի, մենք մի չի կնահատվենք հետո։ Հետոյի կնահատանք ավելի կգարձեմ ավելի ճիշտ եւ ավելի դեղին կդառնա երբեմն, քան թե դեղվում վրա կնահատանքը։ Եվ չմոռնանք, երբ որ մարդիկ ոյ մեկ տեսակի զարգավաճարի կով կմտնեն, ամենակեղեցիկը գնային, ամենակատարյալը գնային եւ կքաղեն։ Մեկը դքեր, դգար, բարս, ժամանակը անցած ձաղի գճարներ, ուրեմն եթե քեզ քարգոծեն, եթե քեզ թիրախ տնեն գնաշա տուն ճիշտ բան մգնես, բայց այս քաոտին յուրահատկությունը քեզ թիրախ չեն տներ, քեզ ոտքի կգանքնեցնեն, քեզ գողքիդ կգանքնին։ Իսկապես մեր ամբողջ եկեղեցական եւ ասկային վարիչ մարմինները, գուսակցությունները մեզի եթե դեր չի գանքնին, եթե մեզի օգտակար չլա, մենք չենք հաջողեր։ Լիմասոլի հաջողությունը անգամ եւս կգրտեմ, իմ հաջողությունս չէ, ժողովրդին հաջողությունն է։ Եվ ես կհավատամ ասածից, իմ սրտից խորքեն կհավատամ։ Եվ ես անգամ եւս ուղիղ եթերով նույնիսկ ասեմ, շնորհակալություն մեր ղեկավարներուն, որ աշխատող դարերուն ցերկերը չեն գդրեր։ Շնորհակալություն մեր ժողովրդին, որ իր ներկայությամբ կգնահատի, ադի մեծ բան է։ Եվ նաև ամենամեծ շնորհակալությունը ուկա Աստուծո, որ մեզի արիթը տվավ ծառայելու որպես հոգևորական եւ հոգևորովիվ։ Անկամ եւս սկսեմ Աբրի մեծի դանանգելի կողակատողությունը իրեն հայրապետով իր միապանությամբ մենք պիտի շարունակենք ծառայել եւ միշտ պիտի ծառայենք։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ Հայր Սուրբ, իսկապես կարևոր ազգանվեր այս ձեր գործունեության ընթացքում դուք անում եք ամեն ինչ, դա նկատելի է եւ համայնքն է գնահատում, իսկապես համայնքը համախմբված է ձեր շուրջ, դուք էլ մշտապես ձեր ուշադրությամբ, ձեր տարատեսակ ծրագրերով կարողանում եք իսկապես այն կենտրոնը դառնալ, որի շուրջ համայնքը պահում է իր հայկականությունը, եկեղեցու կողքին է եւ ընդհանրապես հայրենիքից դուրս մի փոքրիկ Հայաստան են ստեղծել նաեւ այստեղ։ Իմ շուրջը չէ, եկեղեցվոր շուրջ Աստված օրհնե մեր ժողովուրդը, մենք Հայաստանի երազը մեր մեջն է։ Մենք չի գործընծուցինք ոչ մեկ բան։ Մենք հավանաբար գրիվներ կգործընծնենք, բայց մենք բادرազմ երբեք չենք գործընծնել։ Մեր ժողովուրդը մեր եկեղեցին 1700 տարվա կյանք 301 թվականին մենք քրիստոնեությունը ընդունած, մենք քիրն ու քրագանությունը ընդունած 404-406 թվական, մենք այսպեսի ժողովուրդն է, մեզի հեշտ չէ ովևէ մեկը մեզ մնաճնջել։ Դա գավի մի մորնակ, որ մեր մեջ ոգի մգա, որ ներումի ոգին, քրիստոնեական ոգին, եթե այդ ոգին չլար, ուրիշները այդ ժամանակ թողմտած էին։ Իսկապես շնորհակալ եմ նաև հարցազրույցի համար, հաջողություն ձեր գործունեությանը, մենք էլ պարբերաբար շարիթի դեպքում կանդրադառնանք։ Աստված օրհնե ձեզ։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Վանաձայնի եթերում իմ զրուցակիցն էր Հովհաննես Ծայրագույն վարդապետ Սաղջյանը, Լիմասոլի եւ Պաֆոսի հոգևոր հովիվը, անդրադարձանք Կիպրահայ համայնքի գործունեությանը, եկեղեցու շուրջ իրականացվող ծրագրերին եւ բնականաբար առիթի դեպքում դարձյալ կներկայացնենք Կիպրոսի հայության եւ ընդհանրապես եկեղեցու շուրջ տեղի ունեցող ձեռնարկները։
Հիշեցնեմ, որ հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում, հաջողություն։